Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Ցեղասպանության վերջին վկանները Մերի Վարդանյանը մահացալ է, սկսվել է Պոլսո հայոց պատրիարքարանի եկեղեցական գույքի աճուրդը, Ալադաղնա Սուկավետը, Սիրո լեգենդա հայկական բարի գագաթները, Վաննա պատգամավոր Իբրահիմ Արվասի նախաձեռնությունն է, իրան հետևանքները, քարտեզներում չրվացող սահմանն է, Մարալ Ձինգ, Բեհբուդ Շելկովինկով, հայ զորավարը Արևմտյան Հայաստանում, Արցախա էջը կարել չի կապվածինի Մանուկ Այվազյան, վծկեց իրանին պատվավոր հյուրը ինյական Սիմոն Աբգարյանը։ 12 տարեկան հասակում կյանքից հեռացալ է 1914 թվականին Անթեբում ծնված Մերի Վարդանյանը, հայերի ցեղասպանության վերջին կենդանի վկաներամինը։ Ինքը իրան կյանքին վաղ անցկացրել երկան ու ծանր ճանապարհ, Գազայից Անթեբ, հետո Հալեբ, Բեյրութ, վերջապես Ամերիկա, Մասաչուսեթս նահանգ։ Ցեղասպանության վխտեն ինքը հալամի տարեկան էր ու մանկության առաջին տարիները անցկացրել այդ ողբերգական իրադարձությունների ստվերում։ Կյանքի ընթացքում Մերի Վարդանյանը կրեցալ վերականգնել իրան ընտանիքը ու պահպանել հայկական մշակութային ավանդույթները, հատկապես ձեռագործության ու գորգագործության ոլորտում, վեր հետագայում ցուցադրվել է նաև Լիբանանում Կիլիկիաթ կաթողիկոսության թանգարանում։ 1935 թվականին ինքը փսակվել է երաժիշտ Հովհաննես Վարդանյանի հետ, ունեցել է 6 խոխա։ Ամուսնու մահվանանը յետը տեղափոխվել է Ամերիկա, այստեղ շարունակել է ակտիվ մասնակցությունը հայկական համայնքի կյանքին գործունելով, մծցնելով խոխորձը ու ներգրավելով եկեղեցական գործունեության մեջին։ Իրան հարազատներին ասելով Մերի Վարդանյանը հայտնի ելել իրան խոնարհությունով, հավատքավն, մարդասիրությունով։ Վերջին տարիներին ինքը անցկացրել Մասաչուսեթսի հայկական ծերանոցում, այստեղ իրան հիշվում որպես մշտապես ժպտացող, շրջապատին ջերմություն փոխանցող մարդու։ 2024 թվականին ինքը հատուկ արգանքի արժանացավ Մասաչուսեթսի նահանգային ժողովում հայերի ցեղասպանության հիշատակի արարողության շրջանակում որպես պատմական հիշողության կենդանի վկա հայկական համայնքի արժանավոր ներկայացուցիչ։ Մերի Վարդանյանը թողել է 6 զավակ, 15 թոռնը, 25 ծոռն ու մի հատ ծոռի ծոռ։ Պոլսա Գումգափուի Սուրբ Աստվածածին աթորանից եկեղեցու Զելա ոսկերչական ընկերության միջև երկարատև դատական վեճը Թայզա Փոլանի մտալ։ Հունիսի 30-ին Թայզա դատավարությունն այլել, առաջին նիստն այլել, բայց դատարանը գործի քննությունը հետաձգել մինչև դեկտեմբերի 3-ը։ Միևնույն ժամանակ հունիսի 29-ից սկսվել է եկեղեցուն պատկանող 3 անշարժ գույքերին աճուրդին գործընթացը։ Դրանք ներառված են 9 գույքերին շարքում, վեր գտնվում են Ստամբուլա փակ շուկայի ամենաարժեքավոր հատվածներում։ Փորձագիտական գնահատումով այդ գույքերի ընդհանուր արժեքը գերազանցում է 379,7 միլիոն թուրքական լիրան։ Եկեղեցու ներկայացուցիչներին ասելով 6 գույքի նկատմամբ հալամ գործումը ժամանակավոր պաշտպանական միջոցն է, մինչդեռ մնացած 3-ին աճուրդը շարունակվում է։ Եթե վաճառքը 9-ի ստացված գումարը դատարանի որոշման համաձայն փոխանցվելու է Զելա ընկերությանը որպես փոխհատուցում։ Եկեղեցու ղեկավարությունը հայտարարել է վեր շարունակում է իրավական պայքարը եկեղեցական գույքի պաշտպանությունն ապահովելու նպատակով։ Ալաշկերտա դաշտում վերխոյացող Սուկավետ ջրաբաշխ լեռը 3445 մետր պիցրիությունով հայկական պար լեռնաշղթային ամենանշանավոր գագաթներն է։ Դարեր շարունակ սրբազան լեռը համարվել Ալաշկերտա հայերին հետ ու հայտնի ելել նաև Սուկավ, ջրաբաշխ, Քոշադաղ, Քյոսեդաղ ու այլ անվանումները։ Ժողովրդական հիշողության մեջ Սուկավետն Ալադաղը կապված են հուզիչ սիրավայրի հետ։ Ավանդության համաձայն Սուկավետը հայ քահանայի որդին այլել, իսկ Ալադաղը քուրդ շեյխի դուստրը։ Ջահիլներին սիրահարվելիս սնելար, բայց իրանց ընտանիքները դեմ են ելնելիս այդ միացությանը։ Համբարձման գիշեր իրանք փախչում են, բայց ծնողներին անեցքավը վերածում են երկու լեռների հավերժ կաղնած միմյանց դիմաց կարոտով ուրույր գիշելով։ Ավանդությունը պատմավեր մենակ համբարձման տոնի լուսաբացի Սուկավետնա Ալադաղը խորհրդավոր ձևով հանդիպում են, գրկախառնվում են ու նորից բաժանվում են։ Իրանց արցունքները վերածվում են հավերժական ձյան, վերը ծածկում է լեռների գագաթները։ Համբարձման տոնին Ալադաղը տարածել ուխտատեղի իշտեղ հայ ու քյուրդ երիտասարդները միասին պիցրնալիս լեռը մոմեն լավարելիս ու երկելիս։ Այս ավանդազրույցը երկան վաղ պահպանվել է նաև ժողովրդական բանահյուսության մեջին փոխանցվելով սերնդեսերուն թա հայ թա քյուրդ պատմողների միջոցով որպես սիրո, բաժանման ու մարդկային ողբերգության խորհրդանիշ։ Հայերի ցեղասպանության տարիներին իրան գործունեությամբ հայտնի Վանա պատգամավոր Իբրահիմ Արվասին ներկայացրած այլել Մենի Իթիհիկար շահարկման արգելման օրենքի նախագիծը։ Թեև այն պաշտոնապես ներկայացվեց այլել որպես տնտեսական կարգավորման միջոց, հետագայում ստեղծված Մենի Իթիհիկար հանձնաժողովները գործնականում վերածվել քրիստոնյա հորեա գործարարների շուկայից դուրս մղելի գործիքի։
Այս հանձնաժողովների գործունեությունը ծանր հետևանքներ ունեցավ հատկապես ազգային ու կրոնական փոքրամասնություններին հետի դրանք լայնորեն կիրառվել են որպես տնտեսական ճնշմամիջոց, սահմանափակելով հայ, հույն ու հուրեա ձեռնակատարների գործունեությունը ու նպաստելով իրանց տնտեսական մեկուսացմանը։ Արդյունքում մենի իթիի քար համակարգը մխլլա փոքրամասնություններին հետ տռալա վախի ու անորոշության խորհրդանիշ։ Կան սահմաններ, վեր քարտեզներին երանրվամ չեն, տրանք ձևավորում վեշտատարած քավալ հիշողությունով, փորձավ ու ցավավ։ Վերջին տարիներին Երևանում հաճախ հանդիպում ենք Արցախատեղահանված մարդկանց, հատկապես տաքսու վարորդների։ Իրենց խոսքն շեշտադրումը անմիջապես մատնում են իրենց պատմությունը, հաճախ կրկնվող մի զգացում հնչում։ Մստեղ սիրում չեն։ 2023 թվականի իրադարձությունից հետո հազարավոր արցախցիներ հայտնվան Հայաստանը առօրյային փոխելով քաղաքի սոցիալական պատկերը։ Միևնույն ժամանակ իրենց ներգրավումը բերալա թա համերաշխության, թա լարվածության։ Թեև լուզու միավորումը երբեմն նաև ընդգծում է տարբերությունները, հիշեցնելով որ մարդիկ նույն բառերով կարին տարբեր աշխարհներ կրկնին։ Արցախյան պատերազմը շատերին հետի մենակ տարածքի կորուստ չի լար, նաև տան, որպես հիշողության ու կյանքի շարունակության կորուստ է։ Սրանով խնդիրը ոչ միայն քաղաքական կամ աշխարհագրական, այլ նաև մարդկային հունց հասկանալ միմյանց դիել ցավի տարբեր փորձառություններով։ 1837 թվականի հուլիսի 3-ին ծնվել է հայ նշանավոր զորավար Բեհբուդ Շելկովնիկովը, Բորիս Մետաքսյան վերը մզդերա ունեցավ 1877-ից 1878 թվերի ռուս-թուրքական կռվին վախտը։ Ինքը մասնակցել է Ալաջայի ճակատամարտին, ռուսական զորքերի կազմը նիամտալ Կարին։ Քաղաքի գրավմանը ետը նշանակվել է Կարինա նահանգապետ, ստանձնել Արևմտյան Հայաստանը կարևորագույն կենտրոններ ամենի կառավարումը, բայց իրեն կյանքը կարճատևալ Կարինում ինքը վարակվել է տիֆավ ու 1878 թվականի փետրվարի 10-ին մահացալ ընդամենը 40 տարեկան հասակում, հյուրանան ու թողելով հայ նշանավոր զորավարների շարքում։ Համայնքային գործիչ ազատամարտիկ Մանուկ Այվազյանը Ալֆա Նյուզի զրույցում ասել էր հասարակությունը պիտի արժևորե իրան հերոսներին, ոչ համենակ խոսքով կամ իրանց մահից հետո, այլ իրանց կենթանության օրոք։ Անդրադառնալով Լոս Անջելեսում անհետ կորած զինվորների հիշատակի նվիրված խաչքարի պետման արարողությանը, Այվազյանը ցավով նշելով էր միջոցառմանը հիմնականում ներկային իլել Արցախյան կռվի մասնակիցն է։ Դա ինձ էտի մտ ցավա։ Ես օզում ըտեղ տեսնամ ողջ հայ համայնքին, յուրաքանչյուրը իրան տանը, սեղանի շուրջը հայրենասերա, բայց կենացներով հայրենասեր չեն տառնում։ Մեր ազգին համախմբում է պետք, նշել է ազատամարտիկը։ Իրանսելավը ազգայնականներին մոռանալը նշանակում է մոռանալ նաև սեփական ազգնայնքնությունը, ընդգծալավեր ազգայնականները միշտ իլայլն են մարդիկ վերհավատարիմ են մնացալ իրենց գաղափարներին ու ծախվալ չն։ Որպես օրինակ Այվազյանը հիշատակալա Գևորգ Չաուշին, Գարեգին Նժդեհին, Անդրանիկին։ Աշխարհահռչակ ֆրանսիահայ դերասան, դրամատուրգ ու բեմադրիչ Սիմոն Աբգարյանը ինյականա էստեռնվա ոսկե ծիրա միջազգային կինոփառատոնին պատվավոր հյուրը։ Մոտ կես դարյա ստեղծագործական ուղի անցկեն նող Աբգարյանը կարիերան սկսել է 1980-ականներին Ամերիկա, հետո հանդես է եկալ Արիան Մնուշկինի հանրահայտ Տեատրը դե Սոլեյի թատրոնում։ 1990-ականներից սկսած ինքը հաջողությունով նկարահանվում է ֆրանսիական ու ամերիկյան կինոյում, համագործակցելով այնքան ճանաչված ռեժիսորների հետ, հունցնան Ատոմ Եգոյանը, Սեդրիկ Կլապիշը, Ռոբերտ Գեդիգյանը, Սալի Փոթերնա, Ֆաթի Հակնը։ Սիմոն Աբգարյանը մարմնավորել է մի քանի պատմական կերպարներ, այդ թվում Արշիլ Գորկուն, Միսակ Մանուշյանին։ Իրան վերջին գործերից է 2026 թվականի Կաննի կինոփառատոնում ներկայացված կինոն, որտեղ ինքը խաղարալ գեներալ Շարլ դե Գոլի դերը։ Աբգարյանը մխլլա հետ արժանացել է Ֆրանսիայի հեղինակավոր Մոլիեր թատերական մրցանակին, հաղթելով ամենալավ դերասան, ամենալավ ռեժիսոր, ամենալավ ֆրանսալեզ ու դրամատուրգ անվանակարգերումը։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ այսքան ենք պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։